Ողջույն, սիրելի ընկերներ, այսօրվա թեմաներն են. ինչպես է Միշոն երգի տեսահոլովակում ցուցադրում սինթետիկ թմրանյութեր, սկսելով մարիխուանայի ցուցադրումով, այնուհետև անցում կատարելով սինթետիկ թմրանյութերի, ներառյալ կոկաինի օգտագործման և ներարկման, իսկ վերջում սպանելով նկարչուհի այս աղջկան։ Ինչպես կարող ենք մենք միասին պայքարել, որ այդպիսի ազդեցիկ արտիստները իրենց հետ պահեն նման ծանր քիմիական թմրանյութերի ցուցադրումից իրենց տեսահոլովակներում։ Կխոսենք նաև, թե ինչպես է այս խնդիրը ներթափանցում մեր հասարակություն և ինչ հետևանքներ է թողնում մեր երիտասարդների վրա։ Ինչպես նաև կանդրադառնանք Լեգալ Հայաստանի կողմից կազմակերպված վերջին ակցիաներին, մեր հերոսների նոր դիմանկարներին ու ծառատնկին։ Ինչ անցնելը դիտելուն բոլորիդ խորհուրդ են տալիս մի պահ ժամանակ տրամադրել և սեղմել բաժանորդագրվել կոճակը, որպեսզի մեր համայնքը էլ ավելի մեծանա և մենք էլ ավելի ոգևորված շարունակենք մեր աշխատանքը։ Միշոն և քիմիական թմրանյութերը։ Հիշում եք հայ տղերքի ժամանակները, երբ հայկական ռեպը նոր շունչ էր հաղորդում մեր երաժշտական աշխարհին։ Միշոն այդ ժամանակաշրջանի ամենահայտնի դեմքերից էր, և նրա ստեղծագործությունները սիրվեցին շատերի կողմից։ Այդ երգերը լի էին այդ ժամանակի արդիական թեմաներով ու մեր հասարակության արտացոլմամբ։ Պետք է ընդգծեմ, որ ժամանակի ընթացքում Միշոն հայկական ռեպը փողոցից բարձրացրեց շատ ավելի բարձր մակարդակի ու կատարելագործեց ռեպ մշակույթը։ Նրա հաջողությունները միշտ եղել են հանրային ուշադրության կենտրոնում, և հենց դրա համար հատկապես կարևոր է անդրադառնալ նրա վերջին ստեղծագործություններից մեկին, որը ցավոք բացարձակապես չի համապատասխանում այն արժեքներին, որոնք նա մշտապես քարոզել է։ Խոսքը Միշոյի և Աջիլայի «Այնտեղ» տեսահոլովակի մասին է։ Այս տեսահոլովակը, որը մակագրվում է 18+ գրառմամբ, բացահայտորեն քարոզում է քիմիական թմրանյութերի օգտագործում։ Եկեք ավելի մանրամասն դիտարկենք այս տեսահոլովակը։ Տեսահոլովակում գլխավոր հերոսը արթնանում է իր կիսաթափթփված ու անշուք տանը, ծխում ինչ-որ խոտ, հետո հանդիպում ընկերոջ հետ, ու դե պարզ է, մի հատ էլ իր հետ է բարլուս անում, ու մեր հերոսները միասին գնում են ինչ-որ լքված վայր, որտեղից վերցնում են կոկաին, ու մեր երիտասարդները սկսում են այն քթերը քաշել։ Ինչևէ, շարունակենք։ Այդ ընթացքում հնչում են տողեր, որոնք ավելի սարսափելի են դարձնում իրավիճակը։ Խոսքը վերաբերում է ներարկումներին, որը արդեն թմրամոլության ամենավտանգավոր փուլն է։ Չիլը սկսում է իր մասը։ Ձեռքին ասեղա ու մտցնում է ավելի, դիմանալով ցավերին, ինչ-որ միտեղ էլ հաճելի է։ Այս անփառունակ տողերը, որոնք ոչ միայն սարսափելի են իրենց բովանդակությամբ, այլև ցույց են տալիս քիմիական թմրանյութերի օգտագործման ամենավտանգավոր ձևերից մեկը։ Ռոմանյութը ներս Էլ ժամանակավորը, չնայած ով գիտի, թե ժամանակավորն է։ Այնուհետև էս մեր երիտասարդ ընկերները գնում են ինչ-որ տուն արվեստանոց, որտեղ իրենց դիմավորում է ինչ-որ աղջիկ, ով հենց առաջի տեսարանում ցուցադրվում է այս տեսքով, որպես երիտասարդ ու ազատամիտ կերպար։ Աղջիկը նկարչուհի է, ով ունի տարբեր հետաքրքիր նկարներ։ Այս մասում մեր բոլոր երեք հերոսները սկսում են մի հատ էլ քաշել քթերը, մի քիչ հահա հիհի ու վերջում երիտասարդ աղջիկը կորցնում է գիտակցությունը։ Սա հերթական անգամ ընդգծում է քիմիական թմրանյութերի ողբերգական հետևանքները, ցույց տալով թմրանյութերի ոչնչացնող ազդեցությունը։ Այստեղ առաջարկում եմ հետ գանք տեսահոլովակի սկիզբը, որտեղ գրվում է ամենակարճ ճանապարհը ամենակարճ ճանապարհն է։ Եվ այն ստանում է ճակատագրական իմաստ։ Սա բառացիորեն ծանր թմրամիջոցները որպես հաճույքի ամենակարճ ճանապարհ ներկայացնելու փորձ է, բայց իրականում դա կործանման ամենակարճ և ամենաարագ ճանապարհն է։ Եթե չես ուզում մի բան պրոպագանդվի, պետք է ընդհանրապես չխոսել դրա մասին։ Նմանատիպ քարոզչությունը հանրային դեմքերի կողմից
անթույլատրելի է, քանի որ նրանք ունեն հսկայական ազդեցություն հատկապես երիտասարդ սերնդի վրա։ Աղջկա հետ կապված տեսարանի մասին շատերը կասեն, դե հա, աղջիկ է էլի, իր չափը չգիտեր ու կսկսեն տրվելով պրոպագանդային փորձել քիմիական թմրանյութեր։ Հասկանում եմ, Միշոն հիմա Ամերիկայում է, գուցե մտածում է, մի հատ փախած բան անենք, մի հատ նոր ոչի տեսահոլովակ լինի եւ այլն, բայց ես չեմ ցանկանա, որ նա իր կապը սկսի կորցնել հայ հասարակության հետ եւ այն, ինչ տեսել ենք նրանից, կտրուկ սկսի փոխարինվել նման ստեղծագործություններով։ Սիրելի Միշո, դու պետք է խորը գիտակցես քո պատասխանատվությունը երիտասարդ լսարանի առաջ, այլ ոչ թե դառնաս կործանարար գաղափարների տարածող։ Մեր հետևորդները գիտեն, երբ մենք նույն քիմիայի քարոզին անդրադարձանք վնասի տեսահոլովակի հետ կապված, վնասը խոհեմություն ցուցաբերեց ու ջնջեց տեսահոլովակը YouTube-ից։ Այդպիսով ինչքան մարդ էլ չի տեսնի այդ տեսահոլովակի կադրերը, որտեղ նա կիսավայր ընկած սինթետիկ թմրանյութ էր քաշում քթերը։ Ուրախ եմ, որ այդ ամենին հաջորդեց վնասի անվնաս նոր երգը, որը բավական հետաքրքիր նոր մոտեցում էր։ Իսկ Միշոին մի բան կասեմ, չի կարելի շարունակել նման աշխատելավոճով, քանի որ այդ ոլորտի լավագույնն ես։ Չեմ կարող չխոսել նաև Միշոյի նոր վերջի տող գործի մասին, որը ֆանտաստիկ հետաքրքիր աշխատություն է, ու ի տարբերություն այնտեղի շատ դրական լիցքեր է հաղորդում, ընդգծելով արտիստի կարոտը դեպի հայրենիք Միշոյին բնորոշ փիլիսոփայությամբ ու հետաքրքիր մտքերով։ Եվ այսպես թմրանյութերի օգտագործումը քարոզող տեսահոլովակները ստեղծում են կեղծ պատկերացում, որ դա հաճույքի ամենակարճ ճանապարհն է կամ ազատամիտ կյանքի մաս, ու անուղղակիորեն խրախուսում փորձարկումները, հատկապես երիտասարդների շրջանում։ Տեսահոլովակները հաճախ չեն ցուցադրում իրական հետևանքները, ինչը հանգեցնում է վտանգների թերագնահատման։ Երիտասարդները առավել խոցելի են եւ կարող են բախվել լուրջ առողջական խնդիրների, կախվածության, սոցիալական եւ կրթական հետընթացի, քերականացման եւ անձնական արժեքների խեղաթյուրման։ Այս վտանգից պաշտպանվելու համար անհրաժեշտ է համատեղ ջանքեր ծնողների, կրթական հաստատությունների եւ հանրային դեմքերի պատասխանատվության միջոցով։ Լեգալ Հայաստանի նոր ակցիաները։ Լեգալ Հայաստանը շարունակում է իր անզիջում պայքարը ուղղված մեր հասարակության առողջացմանը եւ քիմիական թմրամիջոցների դեմ պայքարի հանրային իրազեկման բարձրացմանը։ Մենք պարբերաբար մաքրում ենք փողոցներում եւ հանրային վայրերում թմրամիջոցների գովազդները եւ դրանք փոխարինում մեր հերոսների դիմանկարներով։ Սա պարզապես գովազդի մաքրում չէ, սա խորհրդանշական քայլ է վերականգնելու մեր արժեքային համակարգը։ Մենք ուզում ենք, որ մեր երիտասարդությունը ոչ թե տեսնի կործանարար հաճույքի կոչեր, այլ հիշի ու ներշնչվի նրանցից, ովքեր իրենց կյանքը տվեցին հանուն մեր հայրենիքի։ Այս ակցիաներով մենք հասարակության ուշադրությունն ենք հրավիրում մեր հերոսների անմահ սխրանքների վրա եւ ընդգծում մեր պայքարը քիմիական թմրամիջոցների դեմ, որոնք մեր թշնամի երկրների միջոցով լցվում են Հայաստան, վթացնելու եւ քայքայելու մեր երիտասարդներին։ Բացի դրանից, մենք ակտիվորեն ներգրավում ենք մեր համայնքին կանաչապատման ծրագրերում։ Այս անգամ մենք կազմակերպել էինք նաև ծառատունկի ակցիա, որին մասնակցեցին բազմաթիվ օգտատերեր, տնկելով ծառեր եւ այդպիսով նպաստելով կանաչ տարածքների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր տնկված ծառ ոչ միայն թթվածնի աղբյուր է, այլև ապագայի հանդեպ մեր հավատի խորհրդանիշը։ Սա պարզապես ծառատունկ չէ, սա ներդրում է մեր երիտասարդների առողջ ապագայի մեջ։ Այս ակցիաները, բացի իրենց հիմնական նպատակներից, հիանալի հնարավորություն են գումար վաստակելու այն մարդկանց համար, ովքեր օրվա մեծ մասը մեր չաթում են անցկացնում, բայց այդպիսով գումար չեն վաստակում, հնարավորություն տալով նրանց լինել պայքարի մի մաս եւ միաժամանակ ստեղծել նյութական արժեք։ Մենք ցանկանում ենք, որ մեր պայքարը լինի ոչ միայն գաղափարական, այլև շոշափելի օգուտ բերի մեր համայնքի անդամներին, նրանց մղելով ավելի արդյունավետ գործունեության։ Այս ակցիաները ոչ միայն բնապահպանական նշանակություն ունեն, այլև միավորում են մեր հասարակությանը մեկ ընդհանուր նպատակի շուրջ՝ կառուցելու ավելի առողջ եւ բարեկեցիկ Հայաստան։
Մենք կարող ենք այնպես անել, որ երիտասարդությունը զերծ մնա կյանքին վնաս տվող երևույթներից, ինչպես մի ժամանակ բակերում մեծերը երիտասարդներին բացատրում էին, որ ստելը, գողությունը, համասեռամոլությունը դրանք վատ բաներ են, նույն կերպ պետք է երիտասարդներին եւ անգամ ձեր կողակիցներին ասել ու բացատրել, որ սինթետիկ թմրանյութերը անվերադարձ վնաս են հասցնում առողջությանը։ Խոսեք ձեր մտերիմների հետ, բացատրեք քիմիական թմրանյութերի կործանարար հետևանքները, թող յուրաքանչյուրը իմանա, որ նման քայլը կկորցնի ձեր վստահությունը, ձեր հարգանքը եւ ձեր շփման հնարավորությունը։ Սա մեր ընդհանուր պատասխանատվությունն է՝ պահպանել մեր երիտասարդությանը եւ մեր ազգի ապագան։ Մեր երիտասարդության առողջ ապագան բոլորիս ձեռքերում է։ Այն հնարավոր է կառուցել միայն համատեղ ջանքերով, պաշտպանելով մեր սերունդը կործանարար սովորույթներից եւ արատներից։ Մենք պետք է դառնանք այն ուժը, որը փոխում է իրողություններ, այլ ոչ թե լուր հետևում հասարակության դեգրադացմանը։ Եկեք միավորենք մեր ուժերը եւ ստեղծենք մի Հայաստան, որտեղ մեր երիտասարդները կլինեն ուժեղ, մտածող եւ արարող, մի Հայաստան, որը ամուր կհենվի իր ազգային արժեքների վրա։ Այս պայքարում մեծ դեր ունեն նաեւ հանրային դեմքերը ու արվեստագետները։ Սիրելի Միշո, դու քո ստեղծագործություններով միշտ ունեցել ես մեծ ազդեցություն հասարակության, հատկապես երիտասարդների վրա։ Մենք հորդորում ենք քեզ ավելի զգույշ լինել քո արվեստում, քանի որ այդ ուղերձները կարող են եւ կառուցել, եւ քանդել։ Մենք հավատում ենք, որ քո տաղանդը կարող է ծառայել մեր ազգի շահերին, քարոզելով առողջ եւ ազգային արժեքներ։ Եվ վերջում ուզում եմ խնդրել բոլորիդ ոչ միայն դիտել տեսանյութը, այլև անպայման բաժանորդագրվել ալիքին ու սեղմել զանգակ։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, իսկ մենք կհանդիպենք շատ շուտով։ Սիրով, Legalize Armenia-ի եւ Մաքուր Հայաստանի հիմնադիր Legal Հայաստան։